ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրի ազգային անվտանգության գործակալության գաղտնի գործողությունների վերաբերյալ բարեփոխումների մասին։ Օբամայի խոսքերով գործակալության կողմից հավաքագրված տեղեկատվությունը միշտ կարևոր է եղել ԱՄՆ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը էականորեն փոխել է իրավիճակը, առաջ բերելով նոր մարտահրավերներ։ Խնդրի վերաբերյալ իր հեռուստատեսային ելույթում Բարաք Օբաման ասել է, որ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է իր գործունեությունը մասնավորապես գաղտնի տեղեկություններ հավաքագրելու ուղղությամբ, սակայն ԱՄՆ-ի քաղաքացիների հանդեպ իրականացված հնարավոր գաղտնալսումների վերաբերյալ տեղեկությունները անհրաժեշտ է հետաքննել։ Հարավային Կալիֆոռնիայի Սան Գաբրիել լեռնային շրջանների ավելի քան 2000 բնակիչներ էվակուացիայի են ենթարկվել տարածքում բռնկված հրդեհներից խուսափելու նպատակով։ Հրդեհի համար պատճառ է հանդիսացել ճամբարային մի հատվածի խարույկը, որը ուժգին քամիներից տարածվել է անտառային շրջանում հրդեհի վերածվելով։ Ավելի քան 700 հրշեջների ու փրկարարների մի քանի ժամյա աշխատանքի արդյունքում հաջողվել է մարել կրակը, սակայն շրջանի մի քանի տներ են այրվել, զոհեր և վիրավորներ չկան։ Google ընկերության արտադրությանը պատկանող օպտիկական նոր կոնտակտային լինզաները ոսպնապակին հետևում է մարդու արցունքներում առկա գլյուկոզայի մակարդակին։ Google-ի այս նորարարությունը հատկապես կարևոր է շաքարախտով հիվանդների համար, ովքեր ամեն օր մինչև 10 անգամ ստիպված են լինում արյան միջոցով չափել շաքարի մակարդակը։ Վերջին 18 ամիսների աշխատանքի արդյունքում ստեղծված կոնտակտային լինզաներն աշխարհում շաքարախտ ունեցող շուրջ 382 միլիոն մարդկանց համար առավելապես կհեշտացնի օրգանիզմում շաքարի մակարդակը վերահսկելն ու կարգավորելը։